Ողջույն սիրելի բարեկամներ, այսօր պատրաստում եմ տորտ գիշեր-ցերեկ բոլորիս կողմից սիրված, բայց սա իմ բաղադրատոմսը չի, սա ինձ տրամադրել է իմ բաժանորդը Սվետլանա Դրուժինինան։ Շատ համեղ, արագ պատրաստվող խմորեղեն է եւ ձեզ հետ ես կիսվում եմ այս բաղադրատոմսով։ Սկզբից կպատրաստեմ սպիտակ բիսկվիտը, 3 ձուն, դեղնուցները առանձնացնում եմ սպիտակուցից, սպիտակուցին ավելացնում եմ մի պտղունց աղ, հարում եմ եւ աստիճանաբար ավելացնում եմ 180 գրամ շաքարավազ։ Հարում եմ եւս շաքարավազի հետ միասին, մինչ զանգվածը կդառնա, կփրփռի եւ կդառնա թանձր, եւ արդեն ավելացնում եմ 1-1 դեղնուցները։ Հարում եմ դեղնուցների հետ միասին։ Սկսում եմ ավելացնել չոր բաղադրիչները, դա 160 գրամ ալյուր է եւ 1 թեյի գթալ փխրեցուցիչ։ Զգուշությամբ խառնում եմ այս զանգվածը, տեղափոխում եմ ձևամանի մեջ, ձևամանի չափը 26 սանտիմետր է եւ ուղարկում եմ նախապես տաքացրած մինչ 170 աստիճան ջեռոցը մոտավորապես 35 րոպեով։ Իսկ դուք արդեն նայեք ժամանակը ըստ ձեր ջեռոցի։ Արդեն պատրաստ բիսկվիտը թողնում եմ, որ սառչի, հետո փակում եմ սննդային թաղանթով եւ թողնում եմ մի քանի ժամով։ Նույն եղանակով պատրաստում եմ մուկ շերտը, ուղղակի արդեն չոր բաղադրիչները ավելացնում եմ 150 գրամ ալյուր, 20 գրամ կակաոյի փոշի եւ 1 թեյի գթալ փխրեցուցիչ եւ ուղարկում եմ նախապես տաքացրած մինչ 170 աստիճան ջեռոցը եւս 30-35 րոպեով։ Դե եւ պատրաստում եմ եփովի կրեմը, 1 ձու, 50 գրամ եգիպտացորենի օսլա, 180 գրամ շաքարավազ եւ 500 մլ կաթ։ Լավ հարում եմ, որ գնդիկներ չլինեն, ուղարկում եմ եփելու ընթացքում ավելացնում եմ նաեւ վանիլինը, խառնում եմ, եփում եմ մինչ այս զանգվածը կթանձրանա, փակում եմ սննդային թաղանթով եւ սպասում եմ, որ ամբողջովին կսառչի։ Եփած կրեմին արդեն սառեցված ավելացնում եմ կարագը, 200 գրամ կարագ, սենյակային ջերմաստիճանի լավ հարում եմ միասին, մինչ այդ զանգվածը կդառնա միատարր։ Կիսում եմ 2 մասի, 1 մասին ավելացնում եմ կակաոյի փոշի, 1 ճաշի գթալ, դա մոտավորապես 15 գրամ կակաոյի փոշի է։ Սկզբից շերտերը թրջում ենք, այստեղ ես պատրաստել եմ օշարակ, նոր արդեն պատում ենք կրեմով։ Տորթը հավաքում ենք, ինչպես ներկայացնում եմ այս տեսահոլովակում, իսկ զարդարելը արդեն ըստ ձեր ճաշակի։
Պատեցի կրեմով զարդարեցի և ուղարկում եմ սառնարան մի քանի ժամով։ Շատ համեղ, հեշտ և արագ տորթ է ստացվում, բոլորին բարյախորժակ և մինչ նոր հանդիպում։